Costume
ամեն անգամ զորացնողը քո շնորհն է մահսողը քո ծերն է օրհնողը ամեն անգամ մեզ լիացնողը Աստված մեր եւ հայր մեր օգնի մեզ արքամեր մեզ երդու քո վերլուք ես մեր երդու օրնելուք ես շնորհն է մահողը քո ցերկն է օգնողը ամեն անգամ զորացնողը քո շնորհն է օգնողը քո ցերկն է օրհնողը ամեն անգամ մեզ լիացնողը Շնորհն է լցնողը, քո ցերն է օրհնողը, ամեն անգամ մեզ լիացնողը քո ցերն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը Շնորհակալ ենք քեզ մեր արքան, մեր փրկիչը, մեր Տերը, մեր ուժը, մեր զորությունը։ Այո, Տեր, քո շնորհքն է, որ մեզի գբահե, քո ցերկն է, որ մեզի գործնե, եւ դու ես, որ մեզի գզորացնես։ Եվ այսօր քո Սուրբ Հոգին է, որ մեզի պիտի լեցնի անգամ եւս, եւ շնորհակալ ենք անոր համար։ Եկած ենք հոս քո դանդ մեջ հավաքված ենք, որ քո խոսքով մեզ անգամ եւս լեցնես։ Մեզի կատարյալնես, մեզի պատրաստես քո երկնային թակավորության համար եւ մեզի հետ լաս մեր ամեն մեկ այլապոխին, որտեղ քեզի պետք ունի, քո զորությանը, քո օգնությանը պետք ունի։ Զորացուր եւ օգնի ամեն մեկուս։ Հիսուսի անունով խնդրենք։ Ամեն։ Շարունակենք մեր պատգամներու շարքը, արակներու շարքն ենք։ Քանիները թխմոր շաղաձեք հատ շինելու։ Ով այս եղբայր։ Բրավո։ Թխմոր կործածածեք մեջը։ Ինչ կնե թխմոր որ տնեք հացին մեջը։ Գուրեցնե։ Ընդհանրապես երբ որ թխմորը գտնես հացի մեջ եւ գուրի, խաղապարը միտքիդ մեջ անը որ բիդի մեծնա շատնա։ Բզդի խմորը բիդի շատնա։ Լավ է, եթե գշատնա, եթե լավ բան է որ գշատնա, իսկ ինչ պիտի լա եթե այն շատացածը քեշ բանը լա։ Շատալ պիտի ճուզենք շատնալը։ Եվ այսօրվա մեր արագը, որ 10-րդ Մատթեոս 13-ի մեջ կգտնվի, մեկ համար է, 30-րդ համարն է, գսե, երկինքի թագավորությունը նման է խմորին, որ գիմը արավ եւ բահեց 3 քրիվ ալուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեցավ։ Աս արագին հաջախ մեկնաբանությունը այս է, որ
թթխմորը ավետարանն է, գինը եկեղեցին է եւ խմորը այս աշխարհն է։ Եթե այդ է բացատրությունը, այն adեն կնշանակե որ թթխմորը որ գշատնա գնթարցակվի, այսինքն ավետարանին բատկամը գնթարցակվի, գդարածվի եւ ամբողջ աշխարհը կգրավե, որովհետեւ գսե թթխմորը որ թրավ մեջը գսե ամբողջը խմորվեցավ եւ այս կնշանակե թե այսօր բացատրությունն է որ ամեն ավետարանը ամբողջ աշխարհի վրա աստեցություն պիտի ունենա եւ պիտի ծևոմը գրավե աշխարհը ինչպես որ թթխմորը կգրավե խմորին բոլոր զանգվածը գսե բայց այս մեկնաբանության հետ հարց կա որովհետև Սուրբ Գիրքը դարբեր բան գսե չենք կրնար մեկ համար առնել եւ անորմե դասեր մեջտեղ բերել եթե չի համապատասխանիր Սուրբ Գիրքի մյուս համարներուն հետ առաջին դժվարությունը որ գա այս մեկնաբանության հետ այն է որ Աստծո խոսքը երբեք մեզի չսեր թե ամբողջ աշխարհը պիտի աստվի ավետարանեն այսինքն ամբողջ աշխարհը ավետարանին աստեցության դակ պիտի մտնե այո ամեն դեղ ավետարանը պիտի քարոզվի ամեն ասկի ամեն երգիր բայց ամեն մարդ ավետարանին աստեցության դակ պիտի չկա Երկրորդ Տիմոթեոս 3 մեզի գսե վերջին օրերը թաժան ժամանակներ պիտի կան Հիսուսի քալուստեն առաջ Հիսուս երբ որ իրեն արծուցին ասին ինչպես պիտի լա Հիսուսը ասավ Նոյի օրերում պես պիտի լա ինչպես էր Նոյի օրերը չրեղեն առաջ ամեն մարդ գուդեր գխմեր եւ ուրախ գլար բայց հանգարց գսե եկավ չրհեղեղը անոնց վրա հասավ եւ այսօր 2025-ը շատ դարբեր չէ Նոյի օրերեն մարդիկ մարմնավոր ախորժակներ ունին ամեն բան որ գնեն գուզեն հաջեցնել իրենց մարմինները եւ իրենց գիրքերը այսօր ամուսնությունը որ սուրբ է չհարկվիր խաղալիքի դարձած է ամեն դեղ չարություն կա violence ուշքնություն Ծննդոց 6:11 գսե երգիրը Աստուծո արչև աբագանեցավ եւ անիրավությամբ լեցվեցավ Ինչ կխորիկ 2025-ը մեզ ինչ կսե 6-ի մեջ կսե եւ դեր երբ տեսա որ մարդոց չարություն երկրի վրա գշատնա եւ անոնց սրտին խորհուրդներում բոլոր խաղապարները չար էին ամեն օր ուրիշ օրինակ միևս մարդոց կսե սրտին խորհուրդները բոլոր խաղապարները չար էին ամեն օր եւ այսօր նույն նմանությունը գտեսնենք ինչպես չրեղեն քիչ մարաջ 2025-ին այս նույն ապշեցուցիչ դեսարանը մեր աչքերում վրա արչև գերեվի որ ամեն բան թեպի վայր գերտա Նոր գդագարանի մեջ Թեսաղոնիկեցիսի մեջ կշարնագե գսե ըմպոստություն պիտի լա վերջին օրերում մեջ ուխտաթրջումը Հիսուսի քալուստեն ամիջապես առաջ ամեն մարդ պիտի չդանի ուղիղ վարդապետություն եւ պիտի երթան արասպելներու յետևեն գսե իրենց ագանչները պիտի դարձնեն ճշմարիտ վարդապետութենեն եւ պիտի երթան արասպելներու յետևեն եւ ինչ կբադայի այսօր մեր շուրջը նույն բաները երկրորդ փաստը որ այս բացատրությունը շիդակ չէ ինչ որ շատեր այսօր գսեն այս արագի մասին Սուրբ Գիրքի մեջ ուր որ թթխմոր բարը գործածվի թրագան գերբով չի գործածվի թթխմորը միշտ քեշ աստեցություն ունի Ժխտական փամը կբադայի թթխմորին երեսեն մեղքի գնմանցն է Այո աշխարհը երբեք պիտի ամբողջությամբ ավետարանին աստեցության դակ պիտի չլա
բացի երբ որ Հիսուս վերադառնա հազարամյային եւ իշխանությունը աշխարհի վրա հիմնե։ Ամեն դեղ Սուրբ մեջ որ գգարտանք թթխմորը միշտ չարության հետ կապված է։ Եվ թթխմորը մեկ անգամեն այս համարի մեջ բարի կործածելը շիդակ պիտի չլա, ներթաշնակ պիտի չլա բոլոր մյուս համարներուն հետ, որ Սուրբ մեջ կգտնվին։ Ուրեմն ինչ է շիդակ մեկնաբանությունը այս արագին, խմորին, թթխմորին, գնգան հետ կապված այս արագը։ Գուզեմ այս երեք կարևոր բաները, որ կշեշտվին այս արագի մեջ ծեր ուշադրությամբ բերել, իրենց բացատրությամբ համարներով, որպեսզի հասկանանք, թե Հիսուս ինչ կուզե ասել, երբ կսե Աստծո թագավորությունը գնմանի խմորին, ինչ կբադայի արդյոք խմորին հետ։ Առաջին խմորին մասին նայենք, թե ինչ կնշանակե խմորը եւ ինչ կներկայացնե։ Եթե մենք հրյալ լայենք, շատ թյուրի մի դլար մեզի հասկանալ, երբ Հիսուս կսե խմորին գնմանի Աստծո թագավորությունը։ Երեք քրիվ ալյուր գսե։ Երեք խմորներ, որ կպատրաստվեին։ Եվ ասիկա հրյական օրենքներու հետ կապված փամոգար, որ հրյաները շատ թյուրությամբ կրնային մեկը առավել մեկ երկու ընել։ Ինչ կբադահեր, 5 դագարանի մեջ կգարտանք, որ հրյաները այս խմորը, հացի խմորը դաջար կդանեին եւ ադիգա բաշտամունքի մեկ մասը կգազմեր, երբ որ հրյաները երթային դաջարը Աստծո բաշտելու։ 5 դագարանի մեջ, Ղևտացվոցի մեջ մենք կգարտանք հացի ընձային մասին եւ ճիշտ նույն բանն է, որում մասին Հիսուս կխոսի, որ 3 մասերը կփագանար։ Նախ պետք է ալյուրը շատ փարակ աղային, անգևերջը ալյուրին մեջը յուղ եւ գնդրուկ գտնեին եւ անգևերջը գեփեին եւ համով հացը դուրս կուքար։ Եվ ադիգա եփելեն վերջը գդանեին քահանային եւ իբր ընձան նվեր հացի ընձան դաջարին գուդային եւ դաջարին մեջ եղող գրագը պետք է այդ հացը այրեր եւ ադիգա գադարեր հացի ընձային բադարակը։ Երբ որ հոստերը գսե գինը բահեց գսե թթխմորը խմորի մեջ, արդեն ինքնին հոստերը փամը սխալ գա։ Ինչու գբահե։ Փամը սխալ գա։ Ուրեմն աս թթխմորի հարց խմորը լավ փամը չէ, որ մեզի գներգացնե, ինչ որ գբադայի խմորին հետ։ Այս հացը իրականության մեջ կներկայացնե հավասար եւ անմեղ նկարակիրը, որ Քրիստոս ինքը ուներ։ Քրիստոսի նկարակրի մեջ քունտեր չկար, անհամապատասխանություններ չկար, եւ յուղը, որ հացի մեջ կպիտի տրվեր, կներկայացնե Սուրբ Հոգին, եւ գնդրուկը կներկայացնե անուշ համը, որ Հիսուսի Սուրբ կյանքը մեզի գհրամցնե այսօր։ Եվ գրագը, որ մեջը գայրեր, անիգա կներկայացնե Հիսուսի չարչարանքը, որ խաչին վրա պիտի դանի, ինքը պիտի դաներ։ Ուրեմն ասոր թիմած Ղևտացվոցի մեջ կսե 2 բաներ, որ չկործածեն հացի մեջ։ Մեկը մեղրներ, մյուսնալ թթխմորը։ Հացի մեջ աս 2-ը պետք չէ ըլլար։ Ինչու մեղր չէր պետք չէ ըլլար, որովհետև մեղրը կներկայացներ բնական քաղցրությունը, եւ Հիսուսի քաղցրությունը քերտնական քաղցրությունն է, երկնային քաղցրությունն է, որ այս աշխարհը չի գնար դալ։ Ինքը ոչ թե միան լավ անձմներ, այլ նաեւ Աստուծո զավակներ։ Եվ թթխմորը չէր գնար հացի մեջ լալ, որովհետև կներկայացներ մեղք, թթխմորը կներկայացներ մեղք, եւ Հիսուսի կյանքի մեջ մենք շատ լավ գիտենք, որ մեղք չկար։
Ուրեմն Ղևտացոց 2:11-ը որ գսե ոչ թթխմոր, ոչ մեղր, աս ընձայ մեջ պետք է լա, ասիգա կներգացնե պաշտամունքը Հիսուսի ռած զողությունը մեզի համար եւ անոր թիմած մեր գադարելիք պաշտամունքը Աստուծո իբր մեր Տերը, մեր Աստվածը։ Ուրեմն երբ որ հրյամը լսեր այս գնգան ռածը, շատ թյուրությամբ պիտի հասկնար, որ այս գնգան ռածը շիդակ բամը չէր, վնասարարություն էր, որ գուզեր փերեր։ Եվ այս հացը կներկայացնե հաղորդակցություն Աստուծո հետ, պաշտամունքի մեջ։ Եվ այսօր օրինակը առաջին անգամ կտեսնենք Ծննդոց 18-ի մեջ, ուր Տերը երկու ռեշտակներով գայցել է Աբրահամին, եւ Աբրահամ մինչ վրանին մեջն էր, Սարայի գաբսպրե որ այս հացեն շինեն եւ նույն ցեվով գշինե Սարան այս հացերը։ Եվ ասիգա անշուշտ հացերը որ եփեցան, եփերին եւ իրարու հետ հաղորդակցություն ունեցան Հիսուսի, որ Աստուծո ռեշտակ այնադեն եկավ եւ ռեշտակներուն հետ, ուրեմն կներկայացնե ասիգա հաղորդակցություն Աստուծո հետ։ Գինը ինչ կներկայացնե։ Գինը սուպիրքի մեջ, ուր որ հիշվի գրոնական սխալներու հետ կապված փամը կներկայացնե։ Մատթեոս 13:33-ի մեջ երբ որ գսե թիդմամբ բահեց գսե մասնավոր բահեց թթխմորը խմորի մեջ ադիգա գսել է թե հադուկ վնասը գուզեր հասցնել եւ ճիշտ այս բանն է որ սատանան գնե այսօր եկեղեցիներեն ներս նպատակագետը թունավորել է պաշտամունքը հավատացյալին եւ արադավորել է հավատացյալին սիրտը եւ այսօր սատանան գործածե ձիսականություն ծավալություններ եկեղեցիներու մեջ որբեսի մարդոց գեղձ այդ սկացումը դա որ իրենք իրապես Աստուծո պաշտամունքի մեջ են Աստուծո հետ բայց իրականության մեջ ոչ շատ եկեղեցիներ գայցել եմ շատ եկեղեցիներ գտեսնեմ շատ բաներ գլսեմ եկեղեցիներու մասին եւ ինձ համար ամենահետաքրքրականը այս է քանի եկեղեցիներ կան այսօր որ գուզեն ճիշտ ժամանակին սկսել շատ աղեք ես ալեդերնին եմ բայց գուզեն ճիշտ ժամանակին վերջանան ժամը 11-ին եթե սկսին 12-ը մեկը լա մարդիկ կսկսին աթորներու մեջ իրար անցնել ինչու համար հովիվը անցավ ժամանակ մեկ բարգան անցավ եւ ասոր համար վիճապանություններ կլան եկեցներ մեջ որովհետեւ հովիվը ժամանակը կանցնի ինչ տեսակ արդյոք Բաշտամունք մնե այս մեկը եւ սատանան ասոր մեջ բես շատ ուրիշ կորձիկներ գործածե Թույներ գսրսկե ճշմարիտ պաշտամունքի մեջ, որբեսի հավատացյալներուն քնածնե գերց այդ հանգստության սկացումը դա։ Աստծո խոսքը գսե մենք պետք է պաշտենք Աստված ինչպես հոգիով եւ ճշմարտությունով։ Այսինքն այս կնշանակե թե մենք զգուշ պետք է լանք որ սատանան իր ծևերը չմտցնե մեր պաշտամունքեն ներս։ Խապեությունով ռավ այս գինը, բահեց թթխմորը, այսինքն մարդոց չսկացուց, որ իրենք սխալ պանիմը մեջ են, ինչպես սատանան գնե, եթե սեր խմորի մեջը տրավ, ես դժվարություն բիդի չունենայի անոր հետ, խմորի մեջը թթխմոր տնելու, բայց բահեց կսե, բահեցը կնշանակե, որ կախնի պամը ռավ, որ բետ չէ ըլար, և Ճիշտ ասոր համար է, որ մենք չենք կնար ընդունի լսելով, որ թթխմորը ավետարանն է, որ ամեն դեղ բիդի դարածվի։ Կախնապար մեգումը ավետարանը չենք կնար հրամցնել։ Չենք կնար խապեությունով մեգումը ավետարանին կաշել։ Ընդհակարակը, Հիսուս երբ որ ըսավ, եթե մեկը իրեն բիդի դեվեր, պետք է հաշիվներ այն կինը, որ պետք է վճարեր իրեն հետևելու։ Եվ չի գրնար կախնապարը լալ Աստուծո հետևիլը։
Ուրեմն այս գինը կներկայացնե շվարում պաշտամունքի մեջ եւ սատանային գործն է։ Եվ վերջին թթխմորի մասին կուզեմ խոսիլ, թե ինչ է այս թթխմորը այս արագի մեջ։ Թթխմորը կներկայացնե ապագանություն պաշտամունքի մեջ։ Մատթեոս 16-ը մեզի գխոսի դարբեր խմորներու մասին, թթխմորներու մասին, որ եկեղեցին պետք է զգուշը լա անոնցմե։ Գսկուշացնե փարիսեցիներուն խմորեն։ Ինչ էր փարիսեցիներուն խմորը։ Օրինաբաշխություն։ Օրինաբաշխություն։ Այնպես իրենց հավատքը դասավորած էին, որ ցանկ մգար այն բաները, որ գրնային անել, եւ ցանկ մգար այն բաները, որ չէին գնար անել։ Եվ ասիկա մեծ սխալ մներ, որովհետև արդակնաբես դուրսեն գերբարանքը գար, որ շիդակ բաները գնային, բայց իրականության մեջ ներքնաբես աբագանած էին։ Հիսուս իրենց ասիկա քանի դեղեր հստակացուց, հասկացուց, որ այդպես չեն գնար անել։ Գրնաս եկեղեցիկալ շաբաթը 7 անգամ, բայց նույն ադեն մարմնավոր քրիստոնյամը գրնաս տունելալ։ Ճշմարիտ հոգևորությունը դուրսեն ներս չաշխատիր, ներսեն դուրս կաշխատի։ Անոր համար զգուշ պետք է լանք փարիսեցիներուն խմորեն։ Երկրորդ խմորը, որ 16-րդ գլխի մեջ գիշվի, անալ սատուգեցիներուն խմորն է, որ փարիսեցիներուն հագարակն էր։ Փարիսեցիները Աստուծո խոսք արած էին եւ վրան ավելցուցած էին 600 ավելի օրենքներ, որ գրնայր անել կամ չէր գնար անել։ Բայց սատուգեցիները հագարակը օրենքին մեջ են հանած էին բաներ, որոնք իրենց հաշիվին չեր կար։ Եվ ասիկա ներգայիս ազատամիտներուն պատկերն է, liberals, եկեղեցիներ, որ ազատամտության ետևեն են։ Այսօր հազարավոր եկեղեցիներ կան, որ եկեղեցի անուն ունին, բայց ազատամտության մեջ բոլորովին հեռացած են Աստծո խոսքին ճշմարտություններն, հիմնաբաշտ ճշմարտությունները մեկտի ցկած են։ Ամեն բան յետև հարցումի նշան մտրած են, ոչ թե վերջագետ։ Վերջագետը ասել է, թե այս է ճշմարտությունը։ Այսօր եկեղեցիներ կան, որ ամեն բան հարցականի դակ կտնեն Աստծո խոսքին։ Անոր համար սիրելիներ, մենք պետք է հաստատ գայնել գիտնանք Աստծո խոսքին վրա, որովհետև օրերը պիտի չդժվար թյուրանան ավելի կասկածներ մեջտեղ պիտի կան մարդոց այդ հարցման նշան տնելներով Աստծո խոսքին թիմաց։ Մենք ինչ պիտի անենք անոնց թիմաց, ուր պիտի գայնենք։ Եվ վերջինը Մարգոս 8:15-ի մեջը գխոսի Հերովտեսի խմորին մասին, Հերովտեսի թթխմորին մասին։ Ինչ էր Հերովտեսի թթխմորը, խմորը իր ապրելակերպն էր, որ միան կգետրոնանար հարստության նյութական ստացվածներու վրա։ Այսօրվա ներկայացնող եկեղեցին Հերովտեսի խմորը Փարքավաճման ավետարանչության եկեղեցին է։ Փարքավաճման ավետարանը գկարոզեն։ Social gospel, որ այնքան արագ գաջի այսօրերս, որտեղ ամեն ուն հաջելի է։ Այս ավետարանը գսե ուրախ եղիր, օրեօր ավելի լավ մարդ մտածիր եւ արդոնե որ Աստված քեզի ամեն օր ավելի եւ ավելի օրհնե եւ Աստված պիտի օրհնե եւ ասիգա այս ավետարանն է, որ մարդոց ագանչներուն շատ հաջելի գտվի, որովհետեւ ոչ նեություն կա, ոչ սրբության կյանք կա, ոչ ներ ջամփա կա, ամեն բան ազատ է, ուզածը դրե Աստված թողորտնե քեզի եւ վերջավորության հուսալ որ երկին կերտաս։ Սիրելիներ, Աստված գուտա հարստություն, նույնպես մեզի գործն է, բայց պետք է գիտնանք անոր հավասարգշված գործածությունը։ Աստված մեզի ինչ որ գուտա որբեսի իր փառքին համար գործածենք եւ ոչ թե մեզի գործն է որբեսի մենք ավելին ունենանք։
բարձաբես հարստանալու համար։ Ճշմարիտ հոգևորությունը այսօր կանտրադառնա, որ ամենամեծ հարստությունը, որ Աստված կուտա տրամը կամ նյութական բաները չեն, բայց այն բաներն են, որ ինչպես Հիսուսը ասավ, ցեցը եւ ժանքը չեն գնար տպնալ։ Փանալին այս է։ Արդյոք քու ունեցածները քեզի գդիրանան, ոչ թե դու գդիրանաս քու ունեցածներուդ վրա։ Եվ գուզեմ վերջացնել այս արագը դեսանք ասոր մեջ շատ կարևոր տասեր, որ ներգայի եկեղեցին վրա գաստեն եւ Հիսուսի այս արագը, որ մեզի դվավ ուղագի աստարարություն մնե ներգայի եկեղեցին, օրինաբաշխություն, ազատամտություն, նյութաբաշխություն, գինը, որ խմորը բահեց կսե, բահեց, թդ խմորը բահեց խմորին մեջ, այսինքն լավ փամը չեր, մեզի այս բոլորը գահասնին բահված ծևով, առանց ըսկալու, և վերջավորության գսե, բոլոր զանկվածը, բոլոր խմորը թտվեցավ այս բահված թտխմորին երեսեն։ Եվ այս արագը մեզի գխոսի քալիք օրերու մասին, վերջին օրերու մասին, որ ինչպես այս գեղձ բաշտամունքը ամեն դեղ պիտի դարածվի եւ վերջավորության բոլոր աշխարհը պիտի գրավե, բայց Փառք Աստծո, որ մինչև հոնասնինք մեծնեղության ժամանակը արդեն աղը, երկրի աղը երկրե պիտի վերցվի եւ մենք Աստծո թագավորությունը պիտի մտնենք Հիսուսի երկրորդ քալովը, բայց միջ այդ մենք բահակ պետք է գնանք այս գնգան ջարբիկ պատրաստություններուն թեմ, որ գուզե ներս սբրտեցնել գեղձ պաշտամունք Աստուծո անտեպ եւ մենք արթուն պետք է լանք, որովհետեւ ինչ որ կբադահի այս արագի մեջը քախնապար գլա եւ քախնի բաները գնացող մեկը չի գնար տեսնել, արթուն պետք է լանք։ Մեր ներկայության մեջ կգնան այս բաները արթուն գնալու մեջ նույնիսկ գնան այս բաները բադահիլ, անորամար որքան արթուն եւ ըսկաստ պետք է լանք, որբեսի ըսկուշանանք այս պաշտամունքներն։ Դերը օրհնե բոլորիդ։ Why should I feel discouraged? Why should the shadows come? Why should my heart feel lonely and long for heaven and home? When Jesus is my portion, a constant friend is He. His eye is on the sparrow, and I know He watches me. His eye is on the sparrow, and I know He watches me. I sing because I'm happy. I sing because I'm free. For His eye is on the sparrow, and I know He watches me. Whenever I am tempted, whenever clouds arise, when songs give place to sighing, when hope within me dies, I draw the closer to Him. From care He sets me free. His eye is on the sparrow, and I know He watches me. His eye is on
sing because I'm free, for his eye is on the sparrow, and I know he watches me. I sing because I'm happy. I sing because I'm free, for his eye is on the sparrow, and I know he watches me. For his eye is on the sparrow, and I know he watches me. Good afternoon, everybody. Today's Bible reading is going to be Hebrews 11, verses 8 to 12. By faith, Abraham, when he was called, obeyed by going out to a place which he was to receive for an inheritance. And he went out, not knowing where he was going. By faith, he lived as an alien in the land of promise, as in a foreign land, dwelling in tents with Isaac and Jacob, fellow heirs of the same promise. For he was looking for the city which has foundations, whose architect and builder is God. By faith, even Sarah herself received ability to conceive, even beyond the proper time of life, since she considered him faithful who had promised. Therefore, there was born even of one man, and him as good as dead as that, as many descendants as the stars of heaven in number, and innumerable as the sand which is by the seashore. Let me ask you a question. How many people here love their homes? Why do you love your home? Comfort. We love our homes because they're comfortable, even though they could be small or they might just be in the wrong place, but it's our home. It's comfortable. We love it. We can't wait to go home. Even after the greatest vacation, we went away for 5 days, and I was waiting to get back to my bed, the comfortable bed that I can sleep in. Today, we're going to talk about a topic which a lot of times we forget, that we are pilgrims. In 1 Peter 2:11, it says that all of us are pilgrims on this earth. We are just passing through this world. And this is not our home. Now you're going to say, why did you ask that question? I was feeling so good about my home. Do you mean I have to leave my home? I have to go someplace else? I don't want to. Well, the older we get, the more we realize that this life is just temporary. We are just passing by. When we are young, we have all these plans, we have all these goals to meet, and we are excited about life, but I don't want to blow it on you. As you get older, you say, is this it? Is this life? That's why the Bible says we are on a journey on this planet. Everything will pass, and there has got to be something better, something else, something better that will last forever. Those of you who have homes, who own homes, you know how painful it is when you fix something, next day you realize something else breaks, and you got to fix that. As soon as you're done, you think you're done, something else breaks. Wouldn't you want a house that will never break down, and it's eternal, and it's solid, and it's made up of gold? That's what I'm going to talk to you about. That's where we are all headed if we are pilgrims on this earth. Today I want to look at some of the characteristics that are found in Hebrews chapter 11, which are about Abraham, verses 8 to 16. And Abraham's life is a great example of a pilgrim. He had 7 characteristics that we're going to look at today.
And all true pilgrims have these characteristics. And if we stop showing these characteristics, that means something is wrong with us. We have surrendered ourselves to Satan's trickery, Satan's gimmicks. So what are these 7 characteristics? The first one, Abraham obeyed God, and when God called him, he was ready to go. God told Abraham to leave his home. The place where he was born, the place where he grew up, that's all he knew. And it's not like these days where the internet shows us everywhere around the world. We know what's out there. Abraham did not know where he was going. There was no GPS. On our way back, we were hungry. We were trying to find a certain restaurant. And Talar was texting, going on GPS, trying to find the place where we want to be. This was nothing like that. God said, get up, Abraham, leave everything behind, and go. Where? He didn't know. But he was quick to answer. He obeyed. He left everything behind and never looked back. He set his face toward the direction that God wanted him to go, even though he didn't know where that was. God said he was going to give him a land. Where is this land? Who's there? What's going to happen when he gets there? How is he going to get there? No idea. But what do we hear? It says Abraham packed everything and left. He went where God wanted him to go. In our walk as a pilgrim, the first step is to be born again, become a child of God. The only way to take that first step is to obey the call of God, where it says you need to be born again. You need to be cleansed from your sins, because we are all sinners. God wants to save us from our sin and give us eternal life and help us to get on that journey to our eternal home. But being born again, taking that first step is not the only thing. That's not where it stops. There's a continuation to that. There's a lot more than taking just that first step. It means that we must make a continual, everyday decision to follow the Lord, to obey His commands, to do what He wants us to do, to walk with Him where His Spirit leads us. The second characteristic that Abraham had was he never settled down. Everywhere he went, Abraham was tempted to settle down, set his tent out, sit there, enjoy whatever God had given him. But that's not what we read. He was ready to move on. Every time God said, pack your tents and go, what did Abraham do? He packed everything and left to the next place God was leading him to. And this is the same thing with Christianity. God leads us from one place to the other, from one height to the other. And if we feel comfortable where we're at, that's a sign that we have lost the characteristic of being a pilgrim. It is easy to feel that we are in a place where God wants us to be and feel comfortable with that. And we get complacent many times. We say, I feel good. I'm a Christian. I'm a strong Christian. That's all I need. And then we settle there and we try to enjoy life as it is. And I'm going to tell you something. Satan will help you to find your place of comfort. And then he will sing a lullaby to you so that he can put you to sleep. And when you are asleep, guess what? You will never be able to hear the Lord's voice, who will tell you to do what He needs you to do. But that's not the life of a pilgrim. That's the life of a man or a woman who feels comfortable with this world, who is settled in this world. If we are a real pilgrim, we will never be happy with where we're at. Meaning, as a Christian,
We want to grow more. We want to be stronger in the Lord. We seek the Lord so that with His guidance, we can go further than where we're at. We will never feel completely fulfilled because, as the scriptures say, this is not our home. We are pilgrims. This world will not give us satisfaction. Everything this world can offer, it will not satisfy us. Because for Christians, for believers, there is someplace better. Third, Abraham was looking for an eternal city. He wasn't just happy with whatever he got, whatever this world offered him, because he knew that his soul was eternal. He was not meant to be on this earth forever. And there was more than this world. Abraham had understood the truth that there is a better place waiting somewhere out there that God has prepared for us. And we should not settle for the less that this world has to offer us. Fourth, Abraham had telescopic vision. Somehow, Abraham could see further than his real eyes. In the realm of the Spirit, he could see the heavenly Jerusalem, where no human eyes can see. He saw the promises of God as something far greater than what other men could see. God's promises, with faith, can make us see things that no other man can see. He saw that there was a heavenly city out there somewhere. He could see himself walking down the streets of gold in heaven and living in a mansion that God had prepared for him. What about you? Can you see yourself in heaven? Do you imagine that you will be in heaven one of these days? What will that day be like when you first step into the streets of heaven, eternal glory of our Lord? What will you do? What will you see? What will you say? Are you absolutely convinced, beyond any shadow of doubt, that heaven is real and that you are going there soon? Can you already picture Jesus when you first meet him? Open arm, saying, "Welcome home." That's where we are headed. We can see that with our faith, with our eyes, with faith. Fifth, Abraham never turned back. Jesus said in Luke 9 that whoever wants to follow me can never look back. It's a dangerous thing to look back. If you are on a highway going 65, 70, 80 miles an hour, would you turn around and look back? What will happen to you? It's similar in our daily walk with God. The minute we go back, we look back to see what's happened, what's going on in the back, we will hit something. We will have an accident. And of course, looking back also means going back to our old lives. We would never want to go back to our old lives if we have tasted the sweetness of Jesus in our lives. Once we are saved, we cannot live any way we want to live. That's not how it goes. And if we're trying to live the way we want, thinking that we're going to get to heaven, I'm not sure about that. Remember the highway, 80 miles an hour. This life goes by fast. I am in my 50s now, and I'm realizing that most of my life is gone. It's fast. Life is fast. You can't go back. We cannot start out our lives with God and quit serving Him and then expect to go to heaven. It just won't happen. God requires 100% commitment to obey His call for our lives. It means that we can't live the way we want to anymore. We have to live according to God's will instead. And that is not a punishment, I tell you. Many people think following God is a punishment.
But God loves us so much that he wants to save us from all the pain that this world can put on us if we do not follow his steps. He is there with us. We sang before. His eye is on the sparrow, and he watches over me. He wants us to get to heaven safely. Just keep moving forward in Christ, even if it seems to be such a slow growth in your life as a Christian. Sixth, Abraham wanted a better land. Are you satisfied with this life? Or are you looking forward to being in heaven with the Lord? The older I get, the more I realize this world has so little to offer. Of course, God has blessed me so much with my family, with everything I have. I can never be thankful enough for all the blessings that he has poured on me. All these things are great, but guess what? I still desire a better place. A place of rest and peace. I desire a place where there is no sin. I desire a place where there is no sickness. I desire a place where there is no death or being tired. I don't want any of these things. I want a place where I can rest in God's glory. I desire a place where there's a constant joy. I desire a place where danger is non-existent. What about you? Do you desire a better place? What is your treasure? Where are those things that are most important to your life? It's a good question to ask. Is it here on this place, on earth, of sin and corruption, where moth and rust will take your riches away? Or is it where Jesus dwells in his glory? And the answer is wherever it is, wherever your treasure is, that's where you will want to be. If your treasures are in heaven, that's where you want to be. That's where you want to go. As soon as possible, next to your treasures. And I hope that we are sending treasures up to heaven, and one day we will be there with God's rewards. And the last one, Abraham was faithful till death. Abraham trusted God's promises. He was faithful. He didn't turn back. Whatever God said, he followed. Even in the face of impossible odds, he listened to what God said, and he followed. And in Revelation 2:10, we read Jesus saying to the church of Smyrna, say, "Till death be faithful, and I will give you the crown of life." And that is what God is asking all of us to do. Never give up. In the darkest hours of your life, when it seems that all is lost, never give up. In the hours of despair, when you see no way out, never give up. When the devil whispers in your ear saying, "You can't go on anymore," say, "Get behind me, devil." Don't give up. When it seems that the promise of his coming is not being fulfilled, it's getting longer and longer, you're waiting, it's not happening, never give up. It will happen. Never give up. Never turn your back to God. Never walk away from your love of Christ. And soon you will reach that place which is called heaven. These are the characteristics of a pilgrim that loves the Lord. If you and I hold on to these characteristics and trust God till the end, then we will become one of those heroes who are listed in Hebrews chapter 11, the heroes of faith. And when we get to heaven, we will walk with them on the streets of heaven that are paved with gold. And our names will be listed in the book of life, along with those of Moses, Abraham, Barak, Gideon,
Samuel, David, and all of the prophets, and millions of others who went to be with the Lord before us. That's when we will walk into the same city that Abraham searched for. That's the place where our citizenship is. We are not home. We are going home. That's where God has prepared for you and me to spend eternity with Him. Are you desiring to be there? That is my question to all of us. May God bless you. Air of heaven, where pain is gone and mercy fills the street. To look upon the one who bled to save me, and walk with Him for all eternity. There will be a day when all will bow before Him. There will be a day when death will be no more. Standing face to face with Him who died and rose again. Holy, holy is the Lord. Every prayer we prayed in desperation, the songs of faith we sang through doubt and fear. In the end, we'll see that it was worth it when He returns to wipe away our tears. There will be a day when all will bow before Him. There will be a day when death will be no more. Standing face to face with Him who died and rose again. Holy, holy is the Lord. And on that day, we join the resurrection and stand beside the heroes of the faith. With one voice, 1,000 generations sing one.